Հստակ ասում եմ, խաղողը 140-ից պակաս որևէ մեկը չմթերի։ Ասեն հայտարարվեց 140-ից մի դրամ պակաս։ Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել Արարատյան դաշտի խաղողը 140-ից ոչ մի դրամ պակաս։ Տավուշում սակայն տնօրենն ասում է, որ խաղողի շաքարայնությունը ցածր է, գինն էլ համարժեք 130 դրամ։ Եթե Արարատյան դաշտավայրում խաղողը գնվում է 140 դրամով, Տավուշում նա պետք է ռեալ գինը լինի 100 դրամի կարգի։ Կոնյակի գործարանը գյուղացիների հետ կնքել է 24000 տոննա խաղող մթերելու պայմանագիր, մոտ 4000 տոննայով ավելի, քան նախորդ տարի էր։ Սահմանամերձ շրջանի գյուղացում մթերողը կընդառաջի, գործարանը կգնի Բերդ քաղաքի խաղողի ամբողջ բերքը, դաշտում չի մնա եւ ոչ մի ողկույզ։ Այս տարի եւ գինեգործները եւ կոնյակագործները գնելու են երկրում եղած ամբողջ խաղողը եւ անգամ ես համոզված եմ, որ այն քանակությամբ խաղող, որ բոլորը պլանավորում են գնել, երկրում չկա։ 2013-ի գարնանից գյուղացիների հետ առաջին անգամ կկնքեն երկարաժամկետ պայմանագրեր 9 տարով։ Արա Գրիգորյանը նշում է դրանց առավելությունը։ Այս պայմանագրերի տեր գյուղացիները բանկերի համար շատ ավելի վստահելի կլինեն, իսկ վարկավորումը կօգնի տնկել նոր այգիներ, զարգացնել խաղողագործությունը։ Այսօր մենք ունենք մարդիկ, որոնք ոչ թե իրանց հոր թողած, այլ իրանց պապու թողած այգիներն են աճացնում, մարդը այդ հին այգին աճացնում, չարչարվում, բերքը ստանում է շատ քիչ եւ բնականաբար իրան վճարած 130 կամ 140 դրամը չի բավականացնում մի տարի ապրելու համար։ Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը կսկսի արդեն օրեր անց։ Աննա Գրիգորյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։